Հետազոտության եզրակացությունը Աստվածաշնչի կարևոր գործոնը պահանջում էին հետաքննություն, գնահատում, հաստատում, հայտնություն գրքում գրված երկրի կործանման վերաբերյալ։ Ավերման պատճառը նշված է Ա Կորինթացիներ 10:10-ում, որը հայտնի է որպես ավերիչ, չպետք է կիրառվի այլ հղումների նկատմամբ, որոնք որը մոլորակ են նույնականացնում որպես երկրի կործանման պատճառ։ Բանավոր պատմությունը հաստատում է, որ երկրի կործանումը հայտնի էր անցյալում, քանի որ բուրգերի կառուցողները, հսկաները, նեֆիլիմները, պրեդամիտները դիտում էին կործանիչը, երբ այն մտնում էր արեգակնային համակարգ։ Խուճապն ու վախը կլանեցին ամեն ինչ, որ կարող էր տեսնել, երկնքում հայտնվեց մեկ այլ երկնային մարմին, այլ ուղղությունից, որը մոտենալուն պես մեծանում էր, ստեղծելով մի համադրություն երկնքում։ Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է մեռած մոլորակների մեջ, մինչ գիտությունը փնտրում է այլմոլորակային կյանք, անտեսեք այն ապացույցները, որոնք ցույց են տալիս, որ մի մոլորակ ոչնչացվել է, իսկ նրա լուսինը զրկվել է իր ամեն ինչից։ Մոլորակը հայտնի է որպես Մալդեկ, երբ կործանիչն անցավ նրա վրայով մագնիսականորեն միացավ, այդ ուժերը հանգեցրին դրա ոչնչացմանը, այսօր այն հայտնի է որպես աստերոիդների գոտի, իսկ նրա մակերույթից զրկված արբանյակը հայտնի է որպես Մարս։ Երկիրը տուժեց ջրհեղեղից որպես կողմնակի հետանք, որը բուրգերի կառուցողներին, հսկաներին, նեֆիլիմներին, պրեդամիտներին լցրեց ծովը, միայն այն բուրգերն են մնացել առեղծված, որոնք նրանք կառուցել են ամբողջ աշխարհում։ Երկրի կործանման մասին գիտեին նախադամիտները, քանի որ նրանք ականատես էին եղել Մալդեկ մոլորակի նրա արբանյակի կործանմանը, որը գիտությունն այսօր անվանում է Մարս։ Նպատակն է տեղեկացնել հավատացյալներին, աթեիստներին շատերին, ովքեր անտարբեր են այս հարցում, որ հետազոտությունները բացահայտել են մեր արեգակնային համակարգ վերադարձող երկնային մարմին։ Դրա ազդեցությունը արեգակի բոլոր մոլորակների վրա կհանգեցնի երկրի այլ մոլորակների ոչնչացմանը 2031 թվականին, գումարած կամ հանած մեկ ով։ Անիծյալների աշխարհը ներկայացնում է վերջը սկզբում, թույլ տալով յուրաքանչյուրին հասկանալ, թե ինչ է բերում ապագան, իսկ գաղտնիքների գիրքը հնարավորություն է տալիս սովորել երկրից հեռանալուց առաջ հիմնական հրահանգները։ Հին անցյալում հայտնի էր, որ այն ապագայում կվերադառնա կոչնչացնի երկիրը։ Ապագան հիմա է, նշանները ցույց են տալիս, որ այն արագ մոտենում է, լավ սովորություն է ապրել վայելել պահը, պատրաստ լինելով ցանկացած իրադարձության։ Անիծյալների աշխարհը խաղի ամբողջական նախադիտման հղումը նկարագրության մեջ է, լրացուցիչ տեղեկատվությամբ հղումներով, որոնք թույլ են տալիս ցանկացած մեկին հաստատել, որ 2014-ն 271 կործանիչն է։